Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք, ովքեր նոր են միացել իմեջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանով թագրվել էջին և մի հավես գրառում անել, տեսանյութը նայելու արդեն սկզբից հասկացաք, որ կանաչեղեն եմ սարքելու, կանաչիների ահագին տեսականի եմ առել և աղցան եմ ուզում պատրաստեմ և այսպես ասած ռուլետ և բնականաբար եթե պատրաստում եմ սիրելիներս ձեր հետ միասին եմ այդ ամեն ինչը անում, ուրեմն սպանախ եմ առել, մաքրեմ, լվանամ, թողեմ լավ քամվի, որից հետո կմիանամ ձեզ։ Սիրելիներս անցել արդեն բավականին ժամանակ, այստեղ ես նախապատրաստել եմ իմ սիրելի տապակը, ինչ եմ անելու, սովորականի նման, չորացված, քամված ավելի ճիշտ, ոչ թե չորացված, կանաչին առանց բուսայուղի ու առանց ոչինչի, առանց մի կաթիլ ջրի, այսպես իրան տապակելու եմ, սիրելիներ ջան, հետո վերջում սոխարեց կանեմ, կլցնեմ վրան, որ համով լինի, մեկը կոշտեր ու լավ լինի, այս ամենը արդեն առանց ձեզ, որպեսի ձեր ժամանակը չվերցնեմ, ու տապակ եմ վերջացնել, հատուկ գործողության ժամանակ սիրելիներ կմիանամ ձեզ, այսպես, ասենց տաներ, այսպես, հիմա սիրելի հետևորդներ ջան, տապակել եմ կանաչին, թողել եմ, որ լավ հովանա, վերցնում եմ լավաշ, մոտ տեսնում եք բավականին մեծ չափի լավաշ, չեմ կիսում մի անգամից, ուզում եմ, որ հենց այդպես էլ օգտագործած լինեմ, քանի որ այդպես եմ նախընտրում, այսպես ավելի հարմար է, ինչ եմ անում, այսպես լավ, բարակ շերտով, եթե հաստ եք սիրում, հաստացրեք, բայց ես նախընտրում եմ բարակը, իրան այսպես, թթվա սերապատում եմ, սիրում եք մայոնեզ, խնդիր չկա, կարող եք մայոնեզով նույնը անել, ըստ ձեր ճաշակի, որից հետո մի հատ էլ այսպես երկրորդ չորտ եմ բերում, այսինքն ստացվեց իրակեսն եմ բերում ու այսպես լավ տեսնում եք, որ հնարավորինս բարակ շերտով տարածում եմ, այսպես, այստեղ ունեմ արդեն սոխարածով պատրաստած կանաչին, որ չեմ ուզում այսպես շատ դնեմ,
կարող եք գազարել հետը դնել, կարող եք իրան հենց այսպես, ես նախընտրեցի հենց այսպես, առանց գազարի, գազարը ընդամենը տեսքն է տեղը բերում, բայց մի տեսակ ես ցանկացա, որ համը մնա իրանը, հա, չփոխվի։ Պարզավոր երկու կողմերից դա եմ բերում ու այսպես փաթաթում եմ։ Ինչու մի լավաշը կիսեցի, որ ջրոցում հարմար լինի։ Նույն ձևով պատրաստում եմ երկրորդ տարբերակը։ Ահա, երկրորդ տարբերակն էլ, սիրելիներս, փաթաթելուց հետո ծուր եմ քսում և ուղարկում նախորդ տաքացված ջեռոց ու սպասելու եմ այնքան, մինչև կկարմերի։ Ահա, վերջ, իսկան բան։ Անցավ արդեն բավական ժամանակ, խոհանոցում տարածվել է անուշ բույրը, ես ուզում եմ մնա ջեռոցում, քանի որ տաք մնա, այնքան անուշ է բույրում, այնքան լավ է բույրում, ուղղակի ընտիրություն։ Այսպես, այսպես կտրվեմ և վայել ենք, տեսեք ինչ կոմբուրումնավ է տա, ինչքան ընտիր, լավ է ու շատ համեղ ու առողջ արար։ Ընտիր, խոսքերն ավելորդ են։ Ահա, լրախեք ջան, ստեղ հեռախոսն եմ միացնում, համ մերինգաներ զանգմում, ես էլ այս համովության վերջն էի նկարահանում, խոհանոցայինի համար, հլա տեսեք ինչ ընտիր է։ Ալյո, ինչ կա։